Բարի երեկո, օրակարգ հարցազրույցի հյուրը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն է։ Խոսելու ենք հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունների մասին։ Բարի երեկո, պարոն դեսպան, շնորհակալություն այս հնարավորության համար։ Հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունները սկսվել են 1990-ականներից, որն է եղել ամենատպավորիչ առևտրային գործարքը։ Նախ շնորհակալ եմ այս հնարավորությունն ընձեռելու համար։ Այս թեման մեզ համար կարևոր է, սա առաջնահերթ ուղղություններից մեկն է մեր աշխատանքում, եւ ես չէի ցանկանա առանձնացնել մեկ գործարք։ Կուզեի նշել, թե ինչ փոփոխություններ են եղել մեր հարաբերություններում գործընկերության 25 տարվա ընթացքում։ Եթե 15-20 տարի առաջ դրանք ուղղված էին զարգացման, աջակցության ծրագրերին, ապա այժմ ուղղվածությունն առևտրային, կոմերցիոն, ներդրումային է։ Վերականգնվող էներգիան Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացող հատվածն է վերջին 5 տարում հայկական էներգաարտադրությունն աճել է 20%-ով։ Այս ոլորտում ամերիկյան ներդրումներից օգտվելու ինչ հնարավորություններ մենք ունենք։ Let me say, in this sector, the energy sector, Armenia is on the right track. Կարծում եմ Հայաստանը ճիշտ ճանապարհի վրա է, ճիշտ ուղղությամբ են արվում քայլերը, որպեսզի ներդրումներ ներգրավեն, շուկան բացվի, մրցակցությունը մեծանա, նաև մասշտաբներով ընդլայնվի, այսինքն փոքր շուկա լինելով կարողանա ավելի մեծ հնարավորություններ ապահովել։ Այժմ էներգիա է մատակարարվում Վրաստանին, վերականգնվող էներգետիկայի ոլորտում արևային էներգիայի, հիդրոէներգիայի, քամու էներգիայի մեծ ներուժ կա։ Այս ամենը կարող է հետագայում հանգեցնել էներգետիկ փոխանակումների նաև եվրոպական երկրների հետ։ Դուք տնտեսական դիվանագիտության ջատագով եք։ Ինչ եք կարծում, հայկական բիզնես միջավայրը համապատասխանում է ամերիկյան բիզնես ընկալմանը։ Yes, this is an attractive place. Այո, սա գրավիչ տեղ է, բայց պիտի անկեղծ լինեմ։ Կան որոշակի մարտահրավերներ, մենք փորձում ենք դրանք ներկայացնել նաև մեր տարեկան զեկույցներում, որոնք ես ներդրումային ուղեցույցներ կանվանեի, այսինքն տեղեկություններ այն ընկերությունների մարդկանց համար, որոնք շահագրգռված են ներդրումներով, եւ եթե որևէ ամերիկյան ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ներդրում կատարելով, ես վստահաբար նրանց կխրախուսեմ, որովհետեւ սա բաց մրցունակ շուկա է, եւ կառավարությունն էլ հակված է նրանց աջակցելու։ Նման խոշոր ընկերություններն ունեն անհրաժեշտ ռեսուրսներ եւ փորձ բիզնես սկսելու համար։ Ուստի ես նրանց հորդորում եմ ներդրումներ կատարել։ Իսկ ինչ վերաբերում է փոքր ներդրողներին, 2-3 միլիոն դոլարի չափով, ասենք, ջերմոցներ կառուցելու, բանջարեղեն, ջրեր արտահանելու համար, ապա նրանց խորհուրդ եմ տալիս ուշադիր լինել, կապի մեջ լինել դեսպանության հետ, իմանալ իրենց հայաստանյան գործընկերներին։ Նրանց համար եւս այստեղ իրական հնարավորություններ կան։ Դա նշանակում է արդյոք, որ նրանք կարող են վայելել նաև դեսպանատան լիարժեք աջակցությունը։ Լիովին, մենք այստեղ ունենք կոմերցիոն հարցերով զբաղվող թիմ, որի միակ գործն է օգնել բացահայտելու ամերիկյան բիզնեսի հնարավորությունները։ Ուզում եմ մեկ անգամ եւս նշել, որ մենք կարող ենք խորհուրդներ տալ, բայց ոչ հանձնարարականներ, որ գան այստեղ գործարան կառուցեն, կարող ենք միայն տեղեկացնել հնարավորությունների մասին, եւ մենք դա անում ենք ամեն օր, տարբեր միջոցներով։ Խնդիրը, որ երբեմն նկատելի է, խաղի անհավասար պայմաններն են։ Ամերիկյան ընկերությունները գուցե նույն վերաբերմունքին չեն արժանանում։ Այնուամենայնիվ մենք բոլորս խրախուսում ենք, որ ներդրումներ կատարել։ Միացյալ Նահանգներն աշխարհահռչակ Apple-ի եւ սիլիկոնյան հովիտների հայրենիքն է։ Մենք ունենք չիրացված ներուժ, որպես հեռախոսների արտադրության մեջ սկսնակ երկիր։ Տեսել եք ARM-Phone-ը։ I have, yes. Have you seen it? I have not seen it yet. Դեռ չեմ տեսել։ Ավելի ուշ ցույց կտամ։ I'd love to see it. Oh, absolutely. There's enormous potential here in the IT tech sectors. Այստեղ հսկայական ներուժ կա։ Հայաստանն այս ոլորտում առաջատար է տարածաշրջանում։ Առաջ է նաև եվրոպական մի շարք երկրներից։ Սիլիկոնյան հովտի հետ ունեցած կապերի շնորհիվ մեծ առաջընթաց է գրանցել։ Օրերս այցելել էի Թումո եւ տեսա երիտասարդների մեծ հոսք։ Հայաստանը առաջատար է նաև ձեռնարկատիրական ջիղի շնորհիվ։ Կարծում եմ այս ոլորտը կարող է մեծ զարգացում ունենալ։ Կառավարությունը նույնպես կարող է շատ բան անել այդ ուղղությամբ, օրինակ մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության ճիշտ քայլեր ձեռնարկել։ Սա կարևոր է, որ ապահովվի մշակված հավելվածների արդարացի գին, որ չլինի սև շուկա, կարևոր է օրենքների կիրառումը, դրանք կան, լավն են, անհրաժեշտ է, որ դատարանները հետևողական լինեն այդ օրենքները կիրառելիս։ Կարծում եմ կառավարությունը կարող է նաև որոշակի ստեղծարար ուղիներ մտածել փոքր բիզնեսին աջակցելու համար, կապիտալ ներդնել նաև վարկերի միջոցով։ Ինձ ոգևորում են այս ոլորտի զարգացումները, խոսում եմ վարչապետի, նրա թիմի հետ, նրանք նույնպես կարևորում են
այս հարցերը։ You know, Sonia, I like to say the IT sector is an example, is the model of what the whole economy could do. IT սեկտորն օրինակ է թե ինչպիսին կարող է լինել տնտեսությունը, եթե խոչընդոտներ չլինեն։ Այստեղ փակ սահմաններն ազդեցություն ունենալ չեն կարող։ Կոճակի մեկ հպումով կարելի է վաճառել ապրանքը։ Այս ոլորտն ամենաքիչ կոռումպացվածն է։ Երևի վատ տղաները գլուխ չեն հանում դրանից։ Սա այն ոլորտն է, որ կարող է օրինակ դառնալ մնացած ճյուղերի համար։ Partly because I think a lot of the bad guys can't really understand IT. Ինչ նոր նախաձեռնություններ կան հայ-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերություններում։ Well, we have several here at the embassy that we're promoting. Նշեմ մի քանիսը։ Առաջինը մեր խնդիրն այն է, որ ամերիկյան ներդրողներին եւ գործարարներին տեղեկացնենք այստեղ առկա հնարավորությունների եւ ներդրումային միջավայրի մասին։ Հայաստանում նոր բիզնես հիմնելը շատ դյուրին է։ Շատերը զարմանում են, թե որքան հեշտ է այստեղ նոր ընկերություն գրանցելը։ Այս ցուցանիշով Համաշխարհային բանկի սանդղակում էլ Հայաստանն առաջատար դիրքում է։ Այստեղ նվազագույն վարչարարություն է պահանջվում։ Փորձում ենք այնպես անել, որ ամերիկյան ներդրողներն ավելին իմանան մեզ հետաքրքրող ոլորտների առաջարկած ներդրումային հնարավորությունների մասին։ Այդ նպատակով այս տարի կազմակերպել ենք հանքարդյունաբերական հարցերի համաժողով, որին մասնակցում էին ամերիկյան եւ հայաստանյան ընկերություններ։ Նրանց միջև կապ ենք ստեղծել, նաեւ էներգետիկ թեմաներով երկու միջոցառում ենք կազմակերպել։ Սեպտեմբերին նախատեսվում է ագրոբիզնեսի հարցերի համաժողով։ Սա նույնպես արագ զարգացող ոլորտներից է։ Այստեղ եւս նոր հնարավորություններ ենք տեսնում։ Մյուս կարևոր ուղղությունը մնում է կառավարության հետ աշխատանքը խոչընդոտները վերացնելու ուղղությամբ։ Ուրախությամբ նշեմ, որ աշխատում ենք վարչապետի եւ նրա թիմի հետ։ Նա եղել է բիզնես ոլորտի ներկայացուցիչ եւ շատ լավ է հասկանում այս խնդիրները։ He's a business person himself, as you know. So he understands how to talk the language of business. Միացյալ Նահանգները Հայաստանի գործընկեր երկրների թոփ հնգյակում չէ։ Ինչու՞։ Well, let me tell you, I'm always disappointed when the figures come out and we're still not among your top 5 trading partners. Trust me. Ամեն անգամ ես հիասթափվում եմ, երբ տեսնում եմ ցուցանիշները, բայց վստահեք ինձ, դա առաջնահերթություն է այս դեսպանատան եւ անձամբ ինձ համար։ Սակայն մենք պիտի իրատես լինենք։ ԱՄՆ-ն հեռու է Հայաստանից, շուկան փոքր է։ Հայաստանն ունի փակ սահմաններ, ինչը մեծացնում է տրանսպորտային ծախսերը։ Մյուս կողմից մենք հետաքրքրված ենք, փորձում ենք խորացնել առևտրային հարաբերությունները։ Նշեմ երկու խոշոր գործարք՝ Բորոտանի հեկի ձեռքբերումը եւ հիմա էլ Լիդիանի կողմից Ամուլսարի հանքավայրի շահագործումը, այն արդեն 400-ից ավելի աշխատատեղ է ստեղծել։ Խաղի հավասար պայմաններ ապահովելով այս ցուցանիշը կարող է բարելավվել։ Մենք աշխատում ենք եւ շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ։ Կարող ենք լավատես լինել։ Absolutely. I would be optimistic. Իհարկե, եթե տեսնենք դրական տեղաշարժեր, խաղի հավասար պայմաններ, ապա այո, ես կշարունակեմ լավատես մնալ։ Եվ վերջում, մեկ բառով, ինչպես կբնութագրեք հայ-ամերիկյան հարաբերությունը։ Strong. Ամուր։ Thank you very much, Sonia. I appreciate it. Օրակարգ հարցազրույցի հյուրը Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսն էր։